Պարոն Ռուբինյան, նախ կուզեի անդրադառնալ Իրանից հնչող գնահատականներին, կրկին Թրիփի հետ կապված իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը Հայաստանի դեսպանին է հանդիպել եւ կրկին հայտարարություն է հնչում իրենց կողմից, կարծեմ նախնական շրջանում էլ իրենց գնահատականները սուր էին, որ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, որ Իրանը դեմ է այդ նախագծին եւ այսպես շարունակ։ Ուզում հարցնել Հայաստանը պարբերաբար պնդում էր եւ հիմա էլ կարծես թե նույն դիրքորոշումը կա, որ հարատված են մտահոգությունները, որ կարող է Իրանը ունենալ, չկա որևէ խնդիր, բայց շարունակում են այս գնահատականները հնչել։ Ձեր կարծիքով ինչու եւ առհասարակ այս գնահատականները մտահոգում են երևի։ Նախ պետք է հիշել նաև, որ ձեր նշած հրապարակմանը զուգահեռ եղել է նաև հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին, եւ դեսպանը կրկնել է, որ Թրիփը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո եւ հավասարության, փոխադարձության սկզբունքներով եւ ոչ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց գայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորությունները ստեղծում իրենց համար, ես կարծում եմ սա ուժի մեջ է։ Իսկ պարոն Ռուբինյան, այդ դեպքում ինչու են նման հայտարարությունները ձեզ հնչում, ինչն է։ Դե մենք բազմիցս մենք եք բարձրաբանել։ Մենք պետք է հաշվի առնենք Իրանի ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունը։ Այսինքն կարող ենք ասել, որ այս մտահոգությունները, որ այս մյուս թևից են հնչում, այդքան էլ չի անհանգստացնում։ Մենք կարող ենք ասել հետևյալը, որ բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են, որովհետեւ իրականում դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։ Պարոն Ռուբինյան, Ռուսաստանից եւս այս առումով հայտարարություն կա, ասում են, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել այսպես կոչված Թրիփի երթուղին, նշում են, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը կոնցեսիա ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար եւ որ Հանրապետությունով ասում է նաեւ ռուսական երկաթուղին, այսինքն համատեղման նաեւ ասում են խոսում։ Արդյոք Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի Ինչի մասով, չէ, ներկայության չկա։ Իսկ ինչպես են իրենք մասնակցություն ունենալու։ Նման քննարկում չկա։ Իսկ այնտեղից հնչող հայտարարությունները ուղղակի ցանկություններ են, ինչպես կբացատրեք այդ դեպքում։ Չեմ կարող բացատրել։ Այսինքն ցանկություն չկա, պարոն Ռուբինյան, թե քննարկում չկա։ Ես չեմ հասկանում։ Դե իրենք ասում են պետք է մասնակցություն ունենան։ Դուք բացառում եք, որ այդ նոր կառուցվող երկաթ։ Բայց խոսում եմ մարդու հետ։ Ինչի մեջ։ Նրանք ասում են պատրաստ են քննարկում ունենալ։ Շատ լավ, ուրախ ենք, որ պատրաստ են քննարկում։ Ուրախ ենք, որ պատրաստ են քննարկում։ Մենք էլ ենք պատրաստ։ Ինչի՞ն։ Այդ քննարկում։ Ինչ քննարկում։ Ինչ ասաց։ Նախագծում իրենց ներգրաված։ Նման քննարկումներ չկան։ Ռուսական ընկերություն անվանական համանում եք։ Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան։ Բայց բացառում եք, որ Ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում։ Ես պարոն Ռուբինյան, ես հասկանում։ Շատ լսում եմ ձեզ։ Արդյոք մինչև տարվա ավարտը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կաթողիկոսին հեռացնելու գործընթացը կավարտվի։ Որտեղ ով է հայտարարել, որ կաթողիկոսին, եթե հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Ներսյանին, ով է հայտարարել, որ մինչև ով է հայտարարել, որ մինչև տարվա ավարտ, ով
անուն ազգանուն։ Հավանական Հավանական համարում եմ ընդհանրապես, որ Կտրիչ Ներսյանը, այսպես ասեմ, հավանական չեմ համարում, որ Կտրիչ Ներսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ։ Ձեր ձևացը ո՞նց է իրեն հեռացնել։ Ես կարծում եմ ինքը կհեռանա։ Քրիստոնեաբար։ Մի քիչ բացենք, պարոն։ Ինչ կա, Աստվածաշունչը կարդացեք կբացվի։ Իսկ Ամանորի գիշերը շնորհավորանքը ցուցադրվելու է, թե այս տարի Ում շնորհավորանք։ կաթողիկոսի։ Ես կարծում եմ թափուր է մեր կաթողիկոսական գահը։ Ուրիշ հոգևորականի տեսնենք, օրինակ։ Չգիտեմ, ես ոչ Ամերիկում եմ աշխատում, ոչ էլ հոգևորական եմ։ Պարոն Շիբինյան, Սուրբույն սկսվել է տեխնացուների հետ երկխոսությունը կամ հարցաքննություն, հարցապատասխան քննություն, չգիտեմ, դուք գիտեք ինչպես ձևակերպել, Ինչ նորից կասեք։ ձեր տեխնացուների հետ։ Հա, ինչ հարցաքննություն, ինչ նկատի։ Երկխոսություն եք սկսել հարցապատասխան։ Հա, հարցաքննություն բառը օգտագործեցիք, հա։ Բայց ինչի եք դուք օրինակ այդպես բառեր օգտագործում։ Հարցաքննություն կարող է օրինակ Հայ ազգային կոնգրեսում լինի, ինչ եք այդպես բառեր օգտագործում։ Մենք ձեր մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների, հա։ Քննողների։ Ոչ էլ քննողների։ Հա։ Ոչ էլ երկխոսություն է։ Մենք ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ որ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ մենք ունենք հստակ ընթացակարգ, որ մարդիկ կուսակցականները, իդեպ նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց տեխնացությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է տեխնացուների հետ, ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացնում է տեխնացուների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Հիմա շարունակեք ձեր հարցը։ Նախնական քննարկումների փուլում քանի տեխնացի օրինակ արդեն կա 300-ից ավել է դիմել։ Որ օրինակ արդեն որոշել եք ձեր ցուցակից մարդկանց։ Չէ, Օրինակ Արի Սարոյանյան, Հայկ Չէ, Սարգսյան։ քանի որ գործընթացը չի ավարտվել, ես հիմա չեմ ուզում հստակ ասեմ ով է գրանցվել, ոչ գործընթացը շարունակվում է։ Շատ անիշանից ինչ եք հարցնում։ Ներողություն, հերթով էլի։ Եթե գաղտնիք չեք հարցաշարի ինչ եք հարցնում, հարցաշարը։ Հիմնականում բարեվարկության հետ կապված հարցեր, այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է տեխնացուներին գրանցեն, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը։ Եվ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ տեխնացուն հաղթահարում է գրանցվելու եւ քվեարկությանը մասնակցելու։ Ինչպես է կողմնորոշվում, ինչ հարցերի միջոցով։ Ըստ իրավիճակի, ըստ տարբեր հարցեր, ակտիվություն օրինակ, կաթողիկոսի դեմ պայքարի շրջանակում։ Եթե կաթողիկոս ասելով նկատի ունենք Կտրիչ Ներսյան, ոչ ամենևին ինքը մեր քննարկումների առարկա չէ տեխնացուների գրանցման Փաշինյանի նվիրվածության չափն եք որոշում։ Նայեք, օրինակ կարող է Հայաստան դաշինքում կամ Ռոբերտ Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներում մարդկանց գնահատում են ըստ Քոչարյանի նվիրվածության։ Քաղաքացիական պայմանագիր, ներողություն։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ։ Քաղաքացիական պայմանագրում քաղաքացիական պայմանագիրը, այդպիսի կուսակցություն չի, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, չգիտեմ, այլ նախկին այսպես կոչված նախագահների կուսակցությունների պես չի, որտեղ բոլորը այո, ի տարբերություն շատ քոչարյանական կուսակցությունների եւ լրատվամիջոցների քաղաքացիական պայմանագրում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Որ Փաշինյանի ասածը չանել ու մնալ կուսակցական։ Այո, Հովիկ Աղազարյանը դրա վառօրինակ է։ Հովիկ Աղազարյանը վառօրինակն է մարդու, որը ներկուսակցական լուրերը հայտնել է լրատվամիջոցներին փակ տեղեկատվությունը։ Դրա համար ինքը դա հանցագործություն չի, բայց ինչքան գիտեմ, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք ուզելու մեջ, բայց դա թող դատարան։ Չեմ կարծում, որ դրա վերաբերյալ դատական։ Չգիտեմ, դուք ավելի լավ եք հետևում,
Բայց ինչ եմ ուզում ասել, եթե դուք ձեր հարցերով ուզում եք ենթատեքստ դնել, որ ԿՊ-ն այնպեսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանի նվիրվածությամբ, դուք կարծում եմ այս դեպքում դատում եք ձեր սեփական ներողություն արտահայտության համար, չհասկացության աստիճանը։ Բարոյա, պարզապես հրապարակային դաշտում չենք տեսնում, որ այլ կարծիք հայտնի։ Այսինքն եթե այլ կարծիք հրապարակային դաշտում չեք ասում։ Դուք երբեք նկատի ունեմ ձեր մտքիդ որովհետև դուք շատ վիրավորական ենթատեքստ եք դնում ձեր հարցերի տակ։ Այո, որովհետև դուք ենթատեքստում դնում եք։ Ձեզ նվիրված դա վիրավորված։ Չէ, տեսեք էլի բան։ Փաշինյան պիտի հասնի դա։ Օրինակ Ռուբինյանի նվիրվածությունը կարող եք հարցնել, բայց կրկնում եմ, դուք ձեր հարցի տակ դնում եք մանիպուլյատիվ եւ վիրավորական ենթատեքստ, որովհետեւ ես ձեզ չեմ հարցնում, չէ, օրինակ ձեր գլխավոր արժանինքը ձեր բանում, ձեր կմագրությունում։ Միթե ձեր կմագրին կամ ձեր լրատվամիջոցի տիրոջը նվիրվածությունը։ ձեր կուսակցական հարաբերությունները Ինչո՞վ է։ Բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, իրոք երևի լավ չեմ հիշել։ Մեկնաբանությունից, բայց հասկացաք ինչ նկատի ունեմ։